Ողջույն բարեկամներ, նախ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք ժամային փոփոխություն ունենք, ես հաղորդումներ սկսում եմ 1 ժամ շուրջ փաստորեն Երևանի ժամանակով արդեն առավոտյան 8-ին։ Այնպես որ մեր գրաֆիկը մի քիչ փոփոխվեց, կներեն, թող ինձ ներեն Եվրոպայի մեր ընկերները, որոնք արդեն ստիպված են լինելու 1 ժամ շուտ դիտել հաղորդումները, եթե ուզում են իհարկե միանգամից պրեմիերան դիտել, որը փաստորեն ես մոտ առավոտ ավելի կանուխ է ընկնում։ Դա ես չեմ որոշում իմ մեղքով չի, ներող եղեք, դա Ամերիկայի ժամային գոտիներն են, այսպես են որոշել։ Իսկ գիտեմ, որ Հայաստանում ժամերը չեն փոփոխվում արդեն վաղուց, դա համար է մենք այդ տարբերությունը տարի 2 անգամ ունենում ենք 1 ժամ շուտ եւ 1 ժամ ուշ։ Իսկ հաղորդումը ես ուզում եմ սկսել մեծն Մաքիավելի խոսքերով, դիտարկումներով, որոնք գալիս է ապացուցելու, որ ինչպես ես պարբերաբար պնդում եմ, աշխարհում ոչինչ չկա, որ նոր է, ամեն ինչ արդեն վաղուց բոլորին հայտնի է, վաղուց արդեն փորձարկված է եւ անցել է բազմաշերտ եւ բազմաբովանդակ փորձություն, որը մեր վրա շարունակում է կիրառել նույն ճշգրտությամբ։ Եվ այսպես ժողովրդին պահեք զբաղված, աղքատ, հյուծված մարմինները ամբոստանալու ուժ չեն ունենում, այո։ Քաղցած տղամարդը միայն հացի մասին է երազում, այլ ոչ թե տիրակալին գահընկեց անելու։ Տանջված աշխատողը քնել է տենչում, բայց ոչ երբեք արդարություն։ Տվեք նրանց ճիշտ այնքան, որ ողջ մնան եւ ոչ երբեք բավարար։ Կիրթ ծաղկելու, որովհետև կրթված ու ծաղկող մարդը սկսում է մտածել, մտածողը կասկածել, կասկածողը հարցեր տալ, իսկ հարցերը զենքից էլ վտանգավոր են։ Մի արգելեք նրանց խոսել, ստիպեք նրանց դատարկաբանել, մի շղթայեք նրանց, այլ վարկեր տվեք, մի զրկեք նրանց ազատությունից, այլ տվեք ընտրության պատրանք։ Ամենաամուր աշխատանքն այն է, որ նկատելի չէ։ Անհուսալի հպարտությունը կայանում է այն ժամանակ, երբ մարդ համոզված է, որ իր հպարտությունը իր որոշումն է։ Եթե ժողովուրդը հոգնած է, պառակտված ու զբաղված գոյատևելու գերակայությամբ, ինքը երբեք չի դառնա միասնական։ Նիկոլո Մաքիավելի իդեալական ձևակերպումներ։ Սրանք իր մտքի արգասիքները չեն, ուղղակի մարդը սիրել է թվեր, սիրել է դիտարկումներ անել, սիրել է քարտուղարի աշխատանք, դիտարկումներ անել եւ գրել է այն ամենը ինչ տեսել է, դաժան, ցինիկ, բայց տեսնում եք, այս նույն գործիքները ինչ ճշգրտությամբ աշխատում են առ այսօր։ Ձեզ չեն տա կրթություն, կասեն կրթությունը նորաձև է։ Փակեն դպրոցները, բայց կասեն կրթությունն ամենակարևորը, որտեղ դու աղքատ ես, որտեղ դու կրթություն չունես, բայց կփակեն քո դպրոցները։ Այստեղ է ֆենոմենը։ Կասեն դու հպարտ եղի, բայց կզրկեն քեզ քո հնարավորություններից որոշումներ կայացնելու։ Այո, դու հպարտ քաղաքացի ես, բայց դու ընտրության հնարավորություն չունես, քո ձայնը խլում են։ Կարծիք ունենալու պարագայում քեզ աշխատանքից հանում են, ռեպրեսիաներ են դիմում, կարող են նաև ձերբակալել, բայց ասում են դու ես, վարչապետ ես, մենք 3 միլիոն վարչապետ ունենք։ Այո, նույն գործիքակազմը, նույն ցինիզմով եւ հետաքրքիր է գիտեք որն է, որ դեռ աշխատում է։ Գիտեք ինչու։ Այս բռնակալների, սա իմ դիտարկումն է, այս բռնակալների միակ հույսը եւ ապավենը ծույլ ժողովուրդը, ծույլ մարդը, որ ինքը բավարարվում է ուղիղ այնքան, ինչքան իրեն տալիս են։ Ու ոչ մի քայլ սեփական նախաձեռնությամբ ինքնակրթության, սեփական անալիզներ անելու չի գնում ուղակի, որովհետև ծույլ է։ Սա է միակ, ոչ թե ունակ չի, ոչ թե խելք չունի, ոչ։ Ու բոլոր, ասում եմ նորից, բոլոր բռնակալների հույսը այդ մարդկանց սոլյուցիոնն է եւ կոմֆորտի ձգտումը։ Այսքան գիտեմ այսօր, այսքանը ստացա, ինձ բավարար։ Չի խորանում եւ հարցեր չի տալու։ Իմջելով այս հարցեր չտալու ինստիտուտը ես նկատել եմ։ Մենք որ բան էինք, ես սկսեցի հարցեր տալ։ Կրոնի վերաբերյալ։ Քահանաներ ինձ հաճախ հարցերի փոխարեն ասում են խորհուրդ կա, մեծ խորհուրդ։ Ես մտածում եմ, մեծ խորհուրդները հասկանալու եմ եւ փոքր եմ եւ անգլագետ։
Այնինչ տարիների ընթացքում հասկացա, որ այդ խորհուրդները այդպես էլ խորհուրդ մնացին եւ տենց էլ ես չհասկացա դրանք ոչ թե որ դրանք բարդ էին նվաստիս համար, այլ որ իրենք էլ չունեին այդ պատասխանները։ Ուղղակի քեզ գցում են այդ հոգեվիճակի մեջ, որ դու սկսես մտածել, որ դա քո մեղքով է։ Մինչդեռ հրեական միջավայրում հարցեր տալը դա պարտադիր է, նստում է քեզ կոհենը, կրոնական ղեկավարը նստում հարցեր տու։ Հարցեր, դու ինչքան հարցեր տաս, այնքան դու կմտածես եւ ինչքան հարցեր տա, ինքը հոգեվոր դասատունը սկսում ճշտել իր պատրաստվածությունը։ Իսկ մեր մոտ հարցեր չեն սիրում։ Մեր մոտ հարցեր չեն սիրում, ոչ կառավարությունում, ոչ հոգեվորականները, ոչ մեկ հարցեր չի սիրում։ Գիտեք ինչի է։ Պատասխանները չկան։ Ամեն անգամ չեն կարող ասել դրա մեջ խորհուրդ կա ու պրծնել, չէ։ Շատ ժամանակ այդ հարցերը կոնկրետ պատասխաններ են ուզում։ Այ որ Նիկոլ Փաշինյան դու տարի ղեկավար ես, բա ոնց է ստացվում աղքատությունը մեծանում է, տնտեսությունը փլուզվում է, երկիրը փոքրանում է, ոնց։ Այդ չէ՞ որ այդ հարցերը պատասխաններ են ուզում, այդտեղ խորհուրդ չկա դրա մեջ, կոնկրետ պատասխաններ են ուզում։ Լավ, անցնենք այսօրվա մեր նյութերին, որովհետև նյութերը շատ են եւ պետք է հասցնենք բոլորին անդրադառնանք։ Սպանդ, հետևողական։ Գիտեք, հենց առաջին օրվանից ես փորձել եմ հասկանալ ինչու։ Սա մենակ կոռուպցիա չի։ Հայ մարդուն կտրում են իր արմատներից իր աչքի առաջ։ Սովորեցնում եմ, որ դու կարող ես եւ առողջ լինել, առողջ կամ գուն, որ դու ծառայում ես մարդկությանը, դու հով ես տալի, բայց չէ։ Մի հոգու որոշմամբ սա կարող է կատարվի։ Եվ այն ճիվաղ Արամ Սարգսյանը, որ ասում է մենք կարող ենք Փաշինյան Նիկոլի հետ նույն ճանապարհով, նույն եղանակով, ինչպես քաղաքապետի ընտրություններում, կոալիցիա կազմել, խլել իշխանությունը, հետո ավիրել քաղաքը։ Նա թերևս հույս ունի, որ նույն ձև կարող է խփի, ինչպես խփեց քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարդկանց։ Ուղղակի ստեղ ուզում եմ հարցս ուղղել այն մարդկանց, ովքեր ընտրել էին Արամ Սարգսյանին։ Ինչն էր պատճառը, ծուլությունը, որ չէիք ուզում հիշել ով Արամ Սարգսյանը, թե չգիտեիք ով է Սարգսյանը։ Լավ, հիմա հո գիտեք ով է Արամ Սարգսյանը, ով է Նիկոլ Փաշինյանը։ Էլի ենք գնալ այդ ճանապարհով, որովհետև սա ամենաիլյուստրացված, ամենացցուն նկարն է։ Ցցուն ինչ են անում մեր պետության, մեր հետ, առողջ կտրում են ուղղակի մեզ։ Հետո գալիս է բուլդոզերը, արմատն է հանում։ Այ Նիկոլը կտրում է, հետո կգա թուրքը, արմատախիլ տանի։ Նույն ձևով, եթե գնանք իհարկե մենք նույն ճանապարհով։ Հուսով եմ մեր իմաստությունը կհերիքի անգամ, որ դա մենք չանենք։ Սա ճիվաղն է, որը հերթական անգամ չի հիշում, որ ինքն ասել է Հայաստանը գտնում է դեպի արևմուտք։ Չի ասել, ինքը չի հիշում։ Դե եթե ինքը չի հիշում, ուրեմն չի ասել, չէ՞։ Չի հիշում, ինքը չի ասել։ Իր հույսն էլ է մարդկային տկարության, մարդկանց հիշողության բացակայության, մարդկանց իդես նեղություն տան։ Սենարար, բայց ինքը դες բան ասել է, թե չէ, մատ վերանայեն, կարծիքները վերանայեն, չէ։ Իր հույսն էլ դրա վրա։ Դե կարծում եմ ուղիղ այդքան էլ ինքը ձայն կստանա։ Հայաստան աշխարհում որքան մարդ աջակցում է Փաշինյան Նիկոլին, ուղղակի ցուցաբերում է իր մտավոր հիշողությունների, այսինքն մտավորի մեջ մտնում է նաև հիշողություն ունենալ չունենալը։ Ամենակարևորը բարոյական, մարդկային բարոյական։ Երկրորդը օրենքի սահմանության նկատմամբ վերաբերմունքի բոլոր չափանիշները։ Այսինքն դու մարդ պետք է կատարյալ հրաժարված լինի բոլոր ստանդարտներից մարդկային եւ պարզ օրենքի նկատմամբ հարգանքի, ստատուս քոյի եւ հիշողությունից, որ Նիկոլ Փաշինյան աջակցի կամ զբաղվի դրա քարոզությամբ։ Այլ տարբերակ հնարավոր չի։ Հիմա ինքը ինչ արեց, sense վերցրեց գունդ փքեց, ասենք Արամ Սարգսյանի երեսին։ Արամ Սարգսյանի դա հետ կարևորը փող լինի, եթե նրա համար էական չի իր դստեր թողնիկի հետ ինչ կանի թուրքը, կարևոր ինքը փող ստանա։ Մի գունդ
թուքը ինչ անելու Արամ Սարգսյանի դեմքին։ Կամ ասենք ընդերով կա իր այդ պրոպագանդոններից, ասենք, չգիտեմ, Հովսեփ Փոշուզյան խնդիր չունի, մոդուկը միանգամից կներծծի դա, կամ Ստեփան Գրիգորյան, ինչ կապ ունի Ստեփան Գրիգորյանի համար ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, չէ՞ որ ինքը դրա համար չի փողը ստանում, կարևորը ինքը ինչ կասի Նիկոլ Փաշինյանի մասին, գործունեության մասին, սարամարա ինքը վճարում եւ այսպես։ Դա դողորի կաշիա քաշել դեմքին, ոչինչ չի ասում, բայց դա մեզ ապտունքը չի ասում։ Իրականում ազդում է նաեւ այս հաղորդումները։ Ես գիտեմ որ լրատվականները, որոնց ես երբեմն ուղակի առանց խնայելու ասում եմ ինչ որ մտածում եմ, իրենց վրա էլ ազդում։ Եվ ընդհանրապես մենք թերագնահատում ենք մեր խոսքի ուժը, մեր քննադատության ուժը, ընդհանրապես հանրային պարսավանքի ինստիտուտը քննադատում ենք, բայց հավատացեք, դրանք խարտոցի նման աշխատում են, անտեսանելի, մեկ էլ տեսնում ես կոտրվեց այն ինչ որ խարտում էր։ Դրա համար պետք չի վհատվել, որ ասում ենք չի ազդում, չէ, ազդում է եւ պարտադիր չի, որ դու տեսնես, որովհետեւ երբ որ հսկա գեղեցիկ ծառը քամուց կարող է կոտրվի, դու միջև այդ ճաքերը չես տեսնում, ինչպես է կոտրվելու, որտեղից է կոտրվելու։ Դու տեսնում ես այն ժամանակ, երբ որ ինքը արդեն տապալված ընկածագիր։ Եթե իհարկե դա Երևանի քաղաքապետարանը չի տապալել այդ ծառը, էլի հասկանում եք, բնական վիճակի մասին է խոսքը։ Վեսի այսելության ժամանակ Արցախի թեմայի շոշափման համար Ցեղասպանի թանգարանի տնօրենին ազատում են աշխատանքից։ Առաջարկել են դիմում գնա, թե ինչի է նա հիշատակել Վենսի մոտ Արցախի մասին, ցեղասպանության մասին, մի տեսակ ինչ որ շատ ջերմ է եղել, գիտեք, ոնց թե Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը կատարել է իր մասնագիտական պարտականությունները, հասկանում եք, ոչ ավել, ոչ պակաս։ Ես իդեպ զարմացա, որ դա արել է, ես չէի սպասում, որ նա արած կլինի, մտածում էի դե նիկոլական տնօրեն է, ցրիկի գնա, բայց չէ մարդ արել է, նա իր աշխատանքային պարտականություններն է արել, ընդ որում շատ զուսպ, բայց նույնիսկ դա արդեն չի կարելի, որտեղ դա հակասում է ցեղասպանական դոկտրինին, որ որդեգրել է այս կառավարությունը, եւ պահանջում են հրաժարականը, կոլեկտիվներ վերցրել նամակագրել Փաշինյան Նիկոլին վերանայելու համար։ Հարգելի աշխատողներ եւ ոչ միայն աշխատողներ, հարգելի բոլոր պետական աշխատողներ, ոչ թե թանգարանային, դուք պետք է հասկանաք մի բան, ամեն մեկը չի կարող ստորության այն աստիճաններին հասնել, ինչու Նիկոլ Փաշինյանն է ակնկալում ձեզանից։ Այն ինչ որ իր չափանիշների մեջ է, շատերիդ դա անհասանելի է։ Ես գիտեմ, այո, դուք ինչ որ բաներ կարող եք կուլ տալ, հանդուրժել, որպեսզի չկորցնեք ձեր աշխատանքը, բայց հասկացեք Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները ձեզանից շատ ավելին են։ Շատ, որովհետև հասկանում եք, չէ, եթե ամեն մեկ իր տեղում, պատմաբանը իր տեղում, չգիտեմ, իրավաբանը իր տեղում, թանգարանի տնօրենը իր տեղում, ամեն մեկ իր գործն աներ, Փաշինյան Նիկոլը ում շունն է Ժան Անդրեասյանի հետ, այդ կու թուրքի լամուկները ում շունն էին, որ կարողանային բան փոխել։ Լավ, ասենք երկու չէ, մեկ ավտոբուս, ընդամենը մեկ ավտոբուս թուրքը, ում շունն էր, որ Հայաստանում կարողաներ այսքան բան անել։ Ուստի դուք պետք է հասկանաք մի բան, ձեզանից շատ բան ոչ մեկ չի ակնկալում։ Արեք ձեր մասնագիտությունը, ձեր մասնագիտության պարտականությունների շրջանակներում։ Իրականացրեք ձեր աշխատանքները մասնագիտական պարտականությունների շրջանակներում։ Ես չեմ ակնկալում, որ դուք պետք է ապստամբեք, չնայած դեմ չեմ լինի, բայց եթե նույնիսկ դուք ընդամենը այս տնօրենի նման անեք ձեր գործը, տեսնում եք, որ թուրքը հպատակների իշխանության համար դա արդեն վտանգավոր է։ Սերժ Սարգսյանը ակնկալում էր ընդամենը դուք կատարեք եւ ձեր գործը եւ ոչ մեկ քիթը չմտցնի քաղաքականության մեջ։ Որտեղ Սերժ Սարգսյանի խնդիրներն ուրիշ էին։ Սերժ Սարգսյանի խնդիրները մաքուր թալանին էր վերաբերվում եւ հետաձգեր Արցախի հարցի լուծումը միջև Նիկոլը պատրաստ կլիներ դրան իշխանության բերելու համար։ Դրա համար Նիկոլ Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ այս խնդիրը դրված չէր։ Դա ամեն մեկը կարող էր գլուխը կախ չնկատել այդ ամեն ինչ, կոռուպցիան եւ այլն աչքերը փակել, աշխատել։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը այլ խնդիրներ ունի եւ դուք պետք է իրան օգնեք։ Ասելիքս ի՞նչն է։
մնացել ձեր մասնագիտական որակների շրջանակներում, ոստակ չկարողանան մեզ ու ձեզ կործանել։ Իսկ թանգարանի կոլեկտիվին ես առաջարկում եմ ուղղակի բոյկոտել ցանկացած հրաման, կանգնել ձեր տնօրենի կողքին, նույնիսկ այն տնօրենի, որին դուք գիտեք, ինձ աշկի լուսիչի, մենք թանգարանի հուշարձանի ավիրելու փորձ ունենք, պահել նրան ոչ թե որ ինքը նրա համար ոչ թե որ ինքը լավն է, չէ, որտեղ հաջորդ ավելի վատն է լինելու, հաստատ։ Հա, որովհետև արդեն հաջորդը գալու է այս նախորդի փորձը տեսնելուց հետո համաձայնվի, որ եթե մեկն էլ գալիս է նույնիսկ հուշարձան այցելելու, ինքը կամ պետքա բնից դուրս չգա, կամ դուրս գալուց պետքա ներկայացնի, թե այ ժողովուրդը ինչ մեղքեր էր գործել, որ կոտորվեց։ Այսինքն Փաշինյան Նիկոլի օրակարգը։ Հասկանում եք, այդ դրա համար, որպեսզի դա չլինի գոնե։ Ես առաջարկում եմ կանգնել ձեր տնօրենի կողքին։ Մի քիչ աբսուրդ է հնչում ինձանից, եւ որ ես պետքա ձեզ առաջարկեմ, այո, սա է պետք գոնե անել, հա, որ մնացած կոլեկտիվների տնօրենները տեսնեն, որ հա ինչ-որ մի բան հնարավոր է անել ամեն դեպքում էլի, ու պարտադիր չի դառնել ստոր Նիկոլ Փաշինյանի սա բաների նկատմամբ չափանիշների մեջ, որպեսզի շարունակել աշխատել համակարգում։ Այսքան այս մասով։ Փրկված ենք, վերջ։ Նախ ասեմ, որ ձեզ այս տղեն արդեն բանա մասկ կուսակցություն կա, շարժում կա, ինքն էլ այդ շարժման կուսակցության մի խոսքով, դա վարչապետի տեխնացուն է, ու ասում է մեծ ձևով նով է, որ ինքը կինոյի տղեն լինի, որ սպանի Դևին։ Փաստորեն Նիկոլ, դու գիտես որ Դևն ես, հա։ Գիտես որ Աղազարյան Հովիկի համար դու Դևն ես, Դևը։ Ես եմ սպանել այդ Դևին։ Ես կարծում Հովիկ Աղազարյանի ես նկատը տեսնելուց հետո Դևին ընդհանրապես պետք չի սպանել, բացարձակապես։ Ինձ թվում է արդեն ինքը հասկացավ ինքը ինչ պետք է անել նկատը տեսնելուց հետո։ Ես ասեմ ավելի, նույնիսկ ցանկություն առաջացավ ինքնասպան լինել Հովիկ Աղազարյանի այս նկատը տեսնելուց հետո։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ այս աշնանացանին, հա։ Այ աշնանացանի Արամուսի կարտոֆի, դու դեռ պատասխանել պետք է տաս։ Դու դեռ ես քեզ ասել եմ, չէ։ Դու ինչ հույսով ես մտնում, ում համար ես մտնում, ով է քեզ ձայն տվողը։ Քեզ հարցրել ես, ուզում ես վաղի քո տեխնացությունը դնեմ հարցման մեջ։ Իդեպ, որ հարցում եմ դրել, ընդհանրապես կներեք ուշ բանալեցի, այդ update անեմ, ընդհանրապես մի կես ժամ առաջ, հա։ 27 րոպե առաջ։ Թե ում կտայիք ձեր ձայնը եւ հաղորդման վերջում ես կամփոփեմ 4 տեխնացու, գիտեք, Նիկոլ Փաշինյան, դրել եմ այս անգամ Սամվել Կարապետյան, Վարդան Ղուկասյան, Գուրգեն Սիմոնյան։ Սրանք այսօրվա վիճակով առաջատարներն են, կոպիտ ասած, մի քիչ են կոմենկոմ, որպեսզի հասկանանք ոնց է ստացվելու բալանսը։ Ես կամփոփեմ արդյունքները հաղորդման վերջում, որովհետեւ հիմնականում 1000-ից եւ 1500-ից հետո է, որ պատկերը դառնում է ավելի կանխատեսելի։ Ու հետո 1500-ից հետո նույնիսկ մինչև 15000 կարող է 1%-ի կամ 2%-ի տարբերություն տալ։ Մեծ փոփոխություններ չի լինում։ Այնպես որ ռեյտինգյանով ուզում ես Աղազարյան Հովիկ։ Քեզ դնեմ Դևի կողքը։ Վաղը։ Եթե քեզ ու Դևին դնեմ, կարող է Դևը կրի քեզ։ Ու դու կլինես միակ ապուշը, որ Դևը կկրի։ Որովհետև ամբողջ քաղաքական դաշտում ում դնեմ Դևի կողքը, հաղթողը։ Բայց քեզ որ դնեմ Նիկոլ Փաշինյանի կողքը, կարող է պարզվի Նիկոլ Փաշինյանն է հաղթող։ Դու հասկանում ես ով ես դու։ Լավ, եթե չես հասկանում, ես վաղ այդ սխալը կուղեմ անպայման։ Եվ հիշում եք երեք, որ Վիտալի Բալասանյանը կարծիք ուներ ինքը փաստորեն եւ հայտարարում էր, որ Հայաստանի ապագան միութենական կազմում է եւ Հայաստանը պիտի մտնի միութենական կազմ։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դու հասկանել է արդեն ով է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով է Վիտալի Բալասանյանը, մի խոսքով Մոսկվայից հրանգա եկել է, որ վեշերները հավաքում եք, Նիկոլ Փաշինյանը դիակ արդեն գոյություն չունի, սպիսատ ենք անում, գնում ենք միութենական պետություն։ Իսկ եթե ձեր ֆոնին կպարզվի,
Նիկոլ Փաշինյանն ավելի լավ տղա է ժողովրդի համար։ Այն մեկը նույն ախտն է, ինչ տարբերություն։ Հա, մեկը անում է ինչ որ մեզանից պետք է։ Եվ Վիտալի Բալասանյանի խոսքը ավելի մեծ աջակցություն ունեցավ Նիկոլ Փաշինյանի մոտ, սրբկան ժողովրդի մոտ։ Որովհետև Վիտալի Բալասանյանի, այսինքն հանցագործի, որը Արցախը հանձնելու համար դեռ վաղուց պետք է արդեն ածապալվալներում լիներ, ոչ թե կարծիք հայտնել, հա։ Ավելի մեծ բան արձագանք ստացավ մեզ Նիկոլ Փաշինյանի մեկ ավտոբուս այդ տարածքում, քան ժողովրդի մոտ։ Բայց քանի որ այդ հայտարարությունը իրեն մեջ ուներ Հայաստանի տարածքային ամբողջականության, հա, սահմանների անխախտելիության, մի խոսքով դեմ հանցագործություն, այսօր փորձել են բարձել ԱԱԾ ինչ-որ մի բան անել այդ ուղղությամբ թե չէ։ Լավ, ասենք նարկոմանին չեք, նարկոտրաֆիկինգով զբաղվողին չեք բռնում, չեք բռնում։ Լավ։ Ֆինանսական մախինատորին, հանցագործին չեք բռնում, բայց մի քիչ ուրիշ կարգի հանցագործություն են։ Մի բան արել եք թե չէ։ Փորձել են բարձել, լսենք։ Այո, բարև ձեզ։ Ձեզ News Media լրատվական գործակալությունից են զանգահարում, Գայանե Զարգարյանն է լրագրող ձեզ հետ խոսում։ Ես մի հարց էի ուզում հնչեցնել, որը վերաբերում է մեր անվտանգությանը Հայաստանի Հանրապետության, ուրեմն կոնկրետ քաղաքական գործիչ հայտարարություն է արել մեր երկրի անվտանգությանը սպառնացող հայտարարություն եւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի միութենական կազմում։ Ես կուզենայի այս հարցի պատասխանը ստանալ ազգային անվտանգությունից։ Այդ հայտարարությունը արել է մի անձ, որը որ հայտնի է շատերին, փախած չէ, նա կա Հայաստանում է գտնվում տվյալ անձը, Արցախից, այսպես ասեմ, ճողոպրած գեներալ ոմն Վիտալի Բալասանյան։ Ես կուզենայի իմանալ այս հայտարարության հետ կապված, ես նաև զգուշացնեմ, որ ձայնագրում եմ ձեզ, ազգային անվտանգության ծառայությունը քայլեր ձեռնարկել է կամ պատրաստվում է ձեռնարկել, թե ոչ։ Հարգելի լրագրող, թույլ տվեք ձեզ առաջարկել կամ մեր կարգի մասին տեղեկացնել, որ նմանատիպ հարցերը ձևակերպվում են եւ ուղղվում են բացառապես գրավոր կերպով։ Ես կխնդրեմ ձեր հարցումը գրավոր ձևակերպեք, ուղարկեք, բարի։ Մինչ գրավորը ձեզ տեղ կհասնի, բոլոր դեպքերում տեղյակ պահեք վերադաս մարմիններին, որ տվյալ անձը մեր երկրի անվտանգությանը սպառնացող հայտարարությամբ է հանդես եկել, եւ սա ես համարում եմ կոնկրետ սպառնալիք իմ երկրի անվտանգության համար։ Շնորհակալ եմ։ Դիրքորոշումն ու ձեր կարծիքները, մտավախությունը ամբողջը ձևակերպեք գրավոր, որպեսզի ձեզ պատասխանվի գրավոր կերպով, լավ։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ես ուղարկեմ, շատ լավ, հաջողություն ձեզ։ Այսպես սա Գայանե Զարգարյանի նախաձեռնությունն է, ինձ ուղղակի հետաքրքրում է այն չիրազեկ, չքաղաքացի, չտղամարդ, նա ֆիզիոլոգիապես հայտնի չի բովանդակությունով ով է ինքը, Դանչիկը Դանիել Լեոնիսյանը հայտարարություն ներկայացել է դատախազություն թե չէ։ Թե սպասում է Նիկոլի հրահանգին։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, որովհետև եթե Նիկոլը հրահանգը չի տվել, նշանակում է հենց իր հրահանգով էլ եղել է այդ խոսակցությունը, այսինքն դա իրան ոչ միայն չի խանգարում, այլ նաև եղել է իր հրահանգով, եթե նույնիսկ հրահանգով էլ չի, դա ինքան լավ ու կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև հազիվ այդ մի ավտոբուս աղբանոցում խոսալու թեմա եղավ, որ տեսեք, Ռուսաստանի 5-րդ շարասյունը ձեզ ուզում է տանի Մոսկվաբադ, թե չէ իրանք ավելի լավ տեղ են տանում Հայաստանի, որ Հայաստանի բնակիչները պետք է նեղվեր դրանից, էլի։ Ինչ որ է, բայց քանի որ ամեն դեպքում հայտարարությունը Հայաստանի սահմանության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունը, սա ընթացք պետք է տա։ Եթե Նիկոլի Դանչիկը ընթացք չտվեց, ուրեմն ինչպես միշտ ձեռ-ձեռի տված իրար օգնելով գնում են, այսինքն չեն գնում, մեզ տանում են դեպի կասկածակուր։ Ու մինչ այսօր մեզ տարել են։ Եվ այսպես մարդու իրավունքների պաշտպանը, այսինքն Human Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին Լիբանանի հարավում սպիտակ ֆոսֆոր օգտագործման մեջ։ Մեկը գրել էր ինձ այսօր անհատական, թե ես ինչու եմ այդքան
լարված հрьяաների նկատմամբ։ Չէ որ ես Նյու Յորքում եմ ապրում, հաճախ ասում եմ ես հрья ընկերներ ունեմ, բա։ Սա մասնավոր զրույց է ես անուն ազգանում իհարկե, չեմ տա, բայց ես ասեմ մոտարապես ինչ է պատասխանում նման դեպքին։ Անհատաստ է կապ չունի։ Ես կարող եմ ընկերներ ունենալ, ընկերներ չունենալ։ Օրինակ ես, չգիտեմ, շվեդ ընկեր չունեմ, բայց ես շվեդներին լավ արածի դիմաց աջակցում եմ, վատ արածի դիմաց պատրաստ եմ քննարկել։ Ես հասկանում եմ, որ մարդիկ չեն կարողանում այդ անձնական տիրույթից դուրս գան, էլի հասկանան, որ արա, լսի, հանցագործությունը, լավ գործը, լավ գործ։ Հարգելի ընկեր, հետևորդներ, համակիրներ ոչ այնքան։ Այն ինչ որ անում է Իսրայել պետությունը, աշխարհի նկատմամբ մասնավորապես Լիբանանի, Իրանի, Հարևանների, Պաղեստինի, բոլորի նկատմամբ, հետո անելու է Եգիպտոսի, Հորդանանի, ուսես գնալու է, արել է Սիրիայի, Իրաքի, Պերոսկով։ Սա հանցագործություններ է, եւ այս հանցագործությունները, սրանք, եթե դուք նայում եք տեղային ուղակի պահի տակ իրականացված հանցագործությունը, նշանակում է մենք դեռ չենք հասկացել ինչ է նշանակում Իսրայել։ Եվ Իսրայելի այս համապարփակ հանցագործությունների մեջ մենք այ մի քիչ մեր կաշվից խոսանք, այ մի քիչ էգոիստիկ տեսակետից նայենք, որն էլ ես անում եմ։ Նայեք։ Եթե սա ուժի մեջ չվերաբերվեր, ես կարող եմ ուղղակի անդրադառնալ որպես հանցագործություն, բայց սա հանցագործությունը ուղղված նաև մեր նկատմամբ, որտեղ նախ Բեյրութում մենք հսկայական հայկական համայնք ունենք, եւ այն ինչ որ կատարվում է մարդկության դեմ հանցագործություններ, սա եղել է արդեն նաև մեր դեմ Արցախում երկու անգամ։ Մի անգամ պատերազմի ձևով, մի անգամ էթնիկ զտման ձևով, ու դա եղել է հենց այս ոչ ու փուչ սիոնիստների հանցագործ կառավարության կողմից։ Նույնիսկ կրկնեմ, սա հրյա մարդու դեմ չի։ Այն մարդկանց դեմը, որ նաև հրյա է, հա, սա սիոնիստական, ֆաշիստական, մարդակեր, բելի հետևորդների, բել, բալ, բուլ, բոլորը նույնը, ցուլ են, այս ոսկե հորթի հետևորդների քաղաքականությունը աշխարհի նկատմամբ մենք էլ այդ աշխարհի պորտն ենք, պորտը են, սնուցման կենտրոնը հոգևոր իմաստով, հասկանում եք։ Հոգևոր իմաստով մնացել ենք մենք եւ ֆիզիկապես մնացել է Իրանը ավիրելու համար։ Հասկացեք։ Եթե դուք ստես ֆրագմենտային եք նայում եւ մտածում եք ես էլ այդպես պետք է նայեմ, ու եթե ես քննադատում եմ, նշանակում է չեմ սիրում։ Եթե ես ասում եմ, որ բանում, ասենք Դուբայում ռմբակոծվել է CIA շենքը եւ սպանվել են այդ ամերիկյան հետախուզական կենտրոնի սպաները, նշանակում է ատում եմ, ասենք, արաբական էմիրությունները։ Ես չգիտեմ, ասենք, ինչ հա պետք է տես մտածելու համար։ Ես չեմ ատում արաբական էմիրությունները։ Ես չեմ ատում Կատարը։ Երկու տեղն էլ այնքան եմ եղել։ Անենց գիտեմ իրանց զարգացման շրջանը, այն որ իրանք անապատից ոնց դարձան լյուքս քաղաք։ Ես իրաց նույնիսկ զարգացումն եմ տեսել, հա, էտապները։ Դրանք իմ համար իմ պատմության մի մասն է, մասնագիտական, ես ամեն ինչն եմ տեսել, սարքվող թատրոններն եմ տեսել, շենքերը, ճանապարհները, նոր կղզիները, ամեն ինչը տեսել եմ ես։ Իմ համար չկա աշխարհում տեղ, որ ես ատում եմ։ Ես նույնիսկ Թել Ավիվը չեմ ատում, Իսրայելը չեմ ատում։ Ես շատ լավ համերգներ եմ ունեցել, շատ լավ հիշողություններ, շատ լավ քննադատություններ, շատ լավ ընկերներ ունեմ։ Նորից եմ կրկնում, ես նույնիսկ Իսրայելը չեմ ատում։ Ես չեմ ատում Ստամբուլը։ Չեմ ատում, հասկացեք։ Չի կարելի այսքան նեղ մոտենալ։ Ես ատում եմ, ատել չէ։ Ես դեմ եմ բոլոր այն գործողություններին, բոլոր այն կառավարություններին, որոնք իմ պետականության, իմ տեսակի մարդկության նկատմամբ հանցագործություններ են գործում։ Իսկ այս բարեկամ, դա սիոնիստական, ֆաշիստական, մարդակեր, արյունախում Իսրայելի կառավարությունն է։ Այսքանը, որը ֆոսֆոր է օգտագործում Սպիտակ Լիբանանի բնակչության դեմ։ Ինչ է մոռացել ընդ, ով է ինքը, որ ռմբակոծում է Լիբանանը, բայց մենք արդեն այնքան ենք հարմարվել դրա հետ, որ կարող ենք նույնիսկ դա չնկատել։
Արդյունքում դատարկ օդանավակայաններ, չեղարկված ռեյսեր, տուրիզմի վերացում անցած տարվա մեջ 25 թվականին 4.5% ընկել էր տուրիզմի քանակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը պատճառ էր դարձել կասեմ 50 թե 70 միլիարդ դոլար կորուստի, որի արդյունքում փակվել էին հազարավոր բիզնեսներ։ Դա 25 թվականին։ Դա գիտեք ինչի հետ էր կապված։ Այս թուրիմացության ամերիկյան Նիկոլի ագրեսիվ հիմար քաղաքականությունը, որը ինքը կոչվում է թարիֆային քաղաքականություն, որ սկսում է բոլորին պատժել։ Մարդիկ թքած ունեն քո երկրի վրա, քո վրա քո երկրի վրա հանգստանալ, Նյու Յորքն չեմ տեսնի, կգնամ Լոնդոնն ու Փարիզը կտեսնեմ, Վիեննան կտեսնեմ, Սինգապուրը կտեսնեմ, որ ավելի նոր ու մաքուր է, քան Մանհեթենը։ Ինչ եմ գալի Times Square Նյու Յորք տեսնեմ, Նյու Յորքը անփոխարինելի է, բայց ոչ այդ գնով։ Ես կարող եմ նաև չգնամ, Տորոնտոն էլ պակաս Նյու Յորք չի։ Ինչի ես պետք է գնամ Նյու Յորքը տեսնեմ։ Եվ այսպես արդյունքում 4.5% կորուստ։ Իսկ հիմա սոսկալի է վիճակը։ Սոսկալի կանած ամեն ինչ։ Ինչի համար։ Որ ինչ ունի տխմար իրականացում է մյուս տխմարի գործողությունները։ 3 միլիոն տուրիստ մենակ բաները cancel արել, տոմսերը չեղարկել է։ 3 միլիոն տուրիստ իր այդ բերում էր փող, հյուրանոցների իհարկե բրոնյա, ամրագրում հայերեն, մի խոսքով ծախսեր, ռեստորաններ, հանգիստ, զվարճություն եւ այլն եւ այլն։ 3 միլիոն մարդ ասացին փողերը չեմ ծախսել։ Որովհետեւ չի կարող գա ուղակի։ Որովհետեւ ասեք մի հիման որոշել է իրականացնի մի ուրիշ շիզոֆրենիկի ցանկությունները։ Իսկ հիմա ավելի մանրամասն։ Ինչի ես չեմ սիրում այդ ֆաշիստական ռեժիմը։ Սա այն երկրներն են, ագելի հետևորդներ չեն։ Ու քանի անգամ որ երկրները հարձակվել ու ով էս նախագահներից Բուշ, Օբամա, Բայդեն, Թրամփ։ Աֆղանստան, Իրան, Իրաք 4 անգամ 4 անգամ Իրաքի վրա են հարձակվել, 4 անգամ Աֆղանստանի վրա են հարձակվել, 2 անգամ Լիբիայի վրա հարձակվել, Նիգերիայի վրա են հարձակվել, Պակիստան 3 անգամ, Սոմալիա 4 անգամ, Սիրիա 3 անգամ, Վենեսուելա, Եմեն։ Ինչն է միավորում այս բոլոր երկրներին։ Ինչն է միավորում։ Իսրայելի ցանկությունը դրանց գրավել, որովհետև այդ երկրներում նավթ կա։ Պարզ մարդիկ ասում են, չեն էլ թաքցնում նույնիսկ, դրա անհրաժեշտությունը չեն տեսնում։ Խնդրեմ, Venezuela and Iran have 31% of the world's oil reserves. We're going to have a partnership with 31% of the known reserves. This is China's nightmare. Yeah. This is a good investment, and we should applaud our men and women. Հասկացաք։ Որտե Վենեսուելան եւ Իրանը 31% աշխարհի նավթի իրենց մոտ է։ Այ մենք դա պետք է գրավենք, դա վատա Չինաստանի համար եւ դա ամենալավ ինվեստմենտն է, ամենալավ ինվեստիցիան է։ Եվ մենք պետք է ծափ տանք Թրամփին եւ մեծ ոլկերին դրա համար։ Հասկացաք այդ ամեն ինչի համար։ Սա Լինսի Գրեմն է, ամենացածուն սիոնիստը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Թրամփի կողքի կանգնած առաջին մարդկանցից մեկը։ Այդ ամեն ինչը դրա համար։ Ինչ ասոտագրում։ Ու այն մարդկանց, որոնք աջակցում են այս անթակույց ինջալուց։ Ես մեկ ապշում եմ, գիտեք, ոնց կարելի է ագրեսիան անթակույց աջակցել։ Որոնք անթակույց աջակցում են։ Հիմնավորելով որ այդ մոլաների ռեժիմի դեմ է դա, ուզում եմ ասեմ, կանակ ասեք այդ նկարված այս երկրներից այդ որտեղ անես մի ռեժիմ սրանք բերեցին, որ հիմա կարելի ասել, այ տեսակ արա, ամեն դեպքում այսքան կոտորած, այսքան սպանությունները
Երևի իմաստուն էր, էլի։ Այդ Աղբաստանում բերեցին այդ բանը մշակույթը ռեժիմը դեմոկրատական Իրաքում, հա, Լիբիայում, Պակիստանում, Սոմալիայում, Սիրիայում որտեղ են բերել։ Եմենում։ Իրենց դա պետք է չի եղել, ծրագրերի մեջ չի եղել դա։ Ինչ նավթն է իրաց պետք։ Մարդը պարզ ասում է, դա ամենալավ ինվեստմենտն է, որտեղ իրանք ինչ են անում իրանք հրամանա տալիս են, մեռնողը մեռնում, հա, ծախսողը բյուջեից ծախսվում, հա, իսկ փողը ով առնում իրենք։ Իրենց կամպանիաները, ասում իրենք, դա իրենց կամպանիաներն են։ Chevron, իդեմս Թրամփի եւ մնացածը իդեմս հրեական կորպորացիաների։ Սա գործարքի գինը, սա պատերազմների նպատակը, որոնք նախաձեռնում են սրանք։ Ուղղակի այս 4 բաները կան նախագաները, սրանց վերևում պետքա լիներ որպես այսպես կենտրոնում Աստված Իսրայելի դրոշը։ Չեմ ասում Դավիթի դրոշը, դա բան գոյություն չունի։ Իսրայելի դրոշը պետք է ստեղ լիներ, որպես սիմվոլ, որը ղեկավարում էր այս բոլոր 4-ին եւ ոչ միայն։ Բոլոր։ Իսկ այսօր ընտրվեց հերթական գերագույն առաջնորդը հոգևոր Իրանում եւ խնդրե։ Դա սպանված Խամենեի որդին է, որի միջալոց այդ հարվածի օրը կորցրել է ոչ միայն հորը, սպանվել է ոչ միայն հայրը, սպանվել է մայրը, սպանվել է այս նորընտի ընկերոջ կինը, կնոջ հայրը, եղբայրը ամբողջ ընտանիքն է սպանվել։ Դե մարդիկ հավաքված էին իրար հետ։ Ինչ ծանոթ ձեռագիր է, չէ՞։ Տիպիկ հրեական ձեռագիր է։ Ինքը ընտանիքներով է վերացնում։ Ինքը այն ինչ որ արել է 47-48 թվականներից սկսած։ Եվ Պաղեստինում, եւ Իրաքում, եւ հիմա էլ անում է։ Լիբանանում, նաեւ արդեն Իրանում։ Ճիշտ է, դա դեմ արդեն սկսել է վճարել, բայց մեկը անում է, չէ՞։ Հիմա լավ։ Սա Իրանի ժողովուրդն է, միջելուց ոչ մեկ չի կարող ինձ համոզի, որ այս բոլորին ավտոբուսներով են բերել։ Այզան չեմ անում։ Չեմ անում։ Իրենք իրենց պետությունն ունեն եւ իրենց պետությունը պաշտպանում են ոնց հնարավոր է, իր թերություններով հանդերձ։ Իսկ այն մոլորությունը, այսօր լսեցի, ուղղակի այդ ճակերտավոր վերլուծաբանի անունը չեմ ուզում տան, որ Իրանի ժողովուրդը սպասում է, որ պետքա Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փրկեն իրենց։ Հա? Ես ուզում եմ ես նկարի մի հատ նայի ու մատը դնի այն երկրի վրա, որին փրկեցին։ Այ ինձ ապացուցելու համար գոնե այսքան երկրների մեջ մեկի վրա մատը դնի, որին փրկել են սրանք։ Որ ասիտես 10 կորսանել են, ասենք, վերածել են ամայի տարածքի, հա։ Բայց այս մեկը տեսեք հաջողել է, ուրեմն կարող է Իրանն էլ հաջողվի։ Չկա տես երկիր եւ չկա տես նախադեպ, նշանակում է դա չի կարող լինել։ Իսկ ինչի չեն կարող հաղթել Իրանին, ինչպես ես միշտ պնդել եմ այս առաջին օրվանից, որովհետեւ այս երկրների նայեք, սրանցից ոչ մեկը Իրան չէր։ Սրանցից ոչ մեկը հագեցվածության, տնտեսության, գիտության, կառավարման ապարատի, երկրի ավանդույթների այն ինստիտուտները չուներ եւ պատմությունը, որ կարողանար դիմագրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հետնել գումարենք Իսրայելի, հետնել գումարենք Բրիտանիա իրան բանով, նավատորմով եւ ավիացիայով, Ֆրանսիա, Գերմանիա, ամբողջ ՆԱՏՕ-ն էր ռմբակոծում այս երկրները, մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ։ Իսկ այս պարագայում մենք ուրիշ պատկեր ունենք, այս պարագայում լրիվ այլ պատկերները։ Այդ երկրները ոչ միայն չեն ռմբակոծում, այլև դատապարտում են այս պատերազմը եւ ոչ միայն Իրան-Աֆղանիստան չի, հա։ Այ այնց հակահարված է տալիս, որ արդեն լուրջ կորուստներ ունի։ Եվ որի մասին ենք խոսանք իհարկե։ Huge news out of China and Canada that should serve as a major warning sign for those of us in the United States. China and Canada are in the middle of strengthening a new economic partnership. Դոնալդ Թրամփը առաջարկում է նույնիսկ Կանադային խնդրում է որ բան գնի։ Ուրան միջուկային
Չէ, վերջացավ։ Կանադան իր ամենահին գործընկերը, ամենամեծ բարեկամը, ասես կասեմ, տարածաշրջանում։ Այլևս ոչ մի գործ չի ուզում ունենա։ Եվ բոլոր սլակները ուղղելա դեպի Չինաստան։ Եվ Չինաստանը, ասեմ, մահացու հալվածը գիտեք որ նա ունենա։ Ոչ թե նանում որ առևտրի անելու Չինաստանի հետ, այլ նաև այդ առևտրինայից ինչն է անելու։ Ոչ թե նավթն ու մետաղներն են գնալու Չինաստան, որը մահացու է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Որտեղ գույնավոր մետաղների, հազվագյուտ մետաղների քանակության որ գնալու է Չինաստան, հենց այդ նպատակն է, որ այս ամերիկյան Նիկոլը աչքը դրել է Զանգեզուրի վրա։ Հասկանում եք, որ Զանգեզուրի եւ Կանադայի մեջ չափերի եւ քանակների հսկայական տարբերություն կա։ Այդ ամբողջը գնալու է Չինաստան եւ Չինաստանը փոխարենը առաջարկում է տեխնոլոգիաները եւ ամենասարսափելի մեքենաները, նոր էլեկտրական էժան մեքենաները, որը նշանակում է Ամերիկան Միացյալ Նահանգները կորցնում է հսկայական շուկան նաեւ։ Ես ասել եմ, այս իդիոտը վերջում մնալու է մենակ, որովհետեւ ոչ մի նորմալ մարդ իր ընկերների հետ առանց պատճառի չի կռվում։ Հա։ Դու տես մարդկանց ուղղակի կարող ես մեկներ են քեզ, երկուներ են, լավ դրության մեջ մտնեն, հաշվի առնեն անցյալը, բա երբ կասեն արենք ինչ կներես, էլի կարող քո ձեռը կրակնենք ինգե։ Մոռացի մասը։ Այն ինչ որ հիմա կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դժվարորեն սպասում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, շատ։ Ու հենց սա է։ Մերժել։ Այստեղ են շատ բանը չոր ոսկոր դուրս եկավ։ Դուր է գալիս ինձ։ Հստակ։ Ասեց գնա գլորի ծոցը։ Իսկ Ֆրանսիայում առաջարկում են ընդհանրապես սանկցիաներ կիրառել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա։ Սա եթե լինի, այսա կլինի նոր աշխարհի նոր սկիզբ, նոր որակի սկիզբ։ Այն որ հին աշխարհ այլևս չի լինելու, ես կասկած չունեմ եւ ոչ մի հիմքեր չկա դրա վրա կասկածելու, բայց որ այս նոր աշխարհը կլինի ավելի լավ, կսկսի հենց այս սանկցիաներից, որովհետեւ եթե իրոք այս սանկցիաները իրականացվեն Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, մենք հասկանանք, որ այո, սա մի բան է, որ երբեք չի եղել, նշանակում է ոչ մեկ իրավունք չունի ոտնահարելու կամ հայերեն ասած տշած ունենալու միջազգային օրենքներ։ Իսկ դա մեր համար ամենակարևորն է, որովհետև այն ինչը մենք դեռ հասնելու ենք հենց միջազգային օրենքների շրջանակներում։ Դրա համար մեր համար շատ կարևոր է, որ դրանք լինեն աշխատող եւ ռեալ։ Որ մենք կարողանանք Նիկոլի, Ալիևի ականջներից ցած օլորած, կզծած տանել դեպի դատարան։ Դա լինելու է։ Ու սպասում հետևանքն է, սա Ֆրանսիան է։ Իսկ սա ընդհանրապես Բելգիան է։ Սա Բելգիան, որ ես ելույթը լսեցի, սա մի իսրած իմ հարազատ եղբայրն է խոսում ունեն։ Այսինքն ինքը ասում էր ինչ որ կասեի ես առանց բանի տերմիններից խուսափելու, առանց կոշտ ու կոպիտ անկյուններ խուսափելու, մտելու առանց խուսափելու, առանց սուրանկյուններից խուսափելու, ուղիղ այն ինչ որ իրականացում Ամերիկայի Միացյալ Նահանգները ու Իսրայելը, ցեղասպանություն, ընդ որում արհամանելով եւ միջազգային օրենքները եւ ընդհանրապես ամեն ինչ այն ինչ որ պահում է աշխարհը խաղաղ իրենց նպատակների համար, իրենց նպատակներն են որն է, իրենց երազած հզոր Իսրայելը, ծովից ծով, իրացնել է ծովից ծով, չէ, գետից գետ, Եփրատից մինչև Նեղոս, հետեր, սա էլ Բելգիան, եւ ասպես Ֆրանսիա, Բելգիա, գնանք արդեն բան, Ավստրալիան իրեն հերթին գլողի ծոցն ուղարկեց Իսրայելին, որովհետև 2 օր առնվազն ես եմ նկատում, ես սպասում եի պատասխանի 2 օր Իսրայելը կոչ է անում միանալ Իրանի դեմ պատերազմին։ 2 օր կոչ անում բանին այն էլ Ավստրալիային, որը ապացուցել է ընթացքում, որ ինքը բոլոր ձևերով դեմ է այն ցեղասպանությանը, որ իրականացնում է Իսրայելը։ Այսօր իրանք պատասխանեցին ուղիղ, որ իրանք ոչ միայն չեն միանա այդ կոալիցիային, այլև դատապարտում են այն ինչ որ արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից։
Իսկ սա Իսպանիան է։ Սա ավելի առաջ է գնում Իսպանիան։ Ասում է սատերիոնը նույն բանի շնորհիվ, որովհետև ոչ մեկ չի կանգնեցել այդ ամբողջ 2.5 տարի տևողության առնվազն ամենօրյա ցեղասպանությունը Գազայում։ Հա։ Ոչ մեկ չկանգնեցեց, դա համար իրենք խփում են հիմա Վենեսուելային, խփում են Իրանին, վաղ կխփեն Կուբային, խփում են Էկվադորին, վաղ ասենց հերթով ում չեն ալարի, հետո կվերադառնան նորից Գրենլանդիա։ Պետք է հասկանանք, ասում եմ, որ դրանք երկուսը տերորիստական երկրներ են դառել։ Տերորիստական երկիր միշտ եղել է Իսրայելը, որի ցած նվագակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, փաստացի։ Իսկ սա Իռլանդիան է։ Սա քանի երկիր արդեն։ Նույն բանը, նույն տեքստերով, որը քանի որ հոխորտացել է Տրամպը Իսպանիայի վրա, Իռլանդիան հայտարարում է հոп։ No. Ասում ոչ Տրամպը, ոչ Նետանյահուն, ոչ մեկ իրավունք չունի խախտել միջազգային օրենքները։ Մենք Իսպանիայի հետ ենք, մենք դեմ ենք այդ պատերազմին եւ դեմ ենք ցեղասպանությանը։ Իսկ սա Թալիբանն է։ Թալիբանը մերժում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, գիտեք ինչի, որովհետեւ Դոնալդ Թրամպը ցանկություն է հայտարարել վերադառնալ Աֆղանստան։ Թալիբանն ասում է no, ոչ, դուք հազիվ գնացել եք այդ տարածքից։ Հազիվ ձեզանից ազատվել ենք։ Թալիբանը կարողանում է Ամերիկային ասի, ոչ։ Պատկերացրեք։ Կարող է իրենք տնտեսություն չունեն, գիտություն չունեն, ոչ մի բան չունեն, բայց կամք ունեն։ Ու իրենց ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանը չի։ Դա համար Ամերիկային ասում են ոչ։ Իսկ այս տեսարանները, այս գետնի պատկած զինվորները, սրանք Ատլանտայի այրոպորտում են, օդանավակայանում են։ Սրանք պատկերացնում եք ամերիկյան զինվորներն են։ Որոնք քնելու տեղ չունեն, օրերով սպասում են օդանավակայաններում, թռի չկա, բան չկա։ Իսկ որպես համատություն բերվում է Թրամփի այսի, Թրամփի զորքերի պայմանները, որ ապրում են լավագույն հյուրանոցներում, լավագույն տեխնիկայով ապահովված։ Իսկ ով է զինվորը Թրամփի համար։ Ընդամենը գործիք, որով կարող է ռմբակոծի այս երկիրը, այն երկիրը եւ ուղղակի զավթի նավթի պաշարները։ Սա է իրականություն։ Իսկ ստեղ Թրամփը այսօր հայտարարել է, որ տեսնելով ինչա կատարվում շուրջը, գնաճը, թռիչքների բացակայությունը, ամբողջ աշխարհը կանգնում է քիչ-քիչ։ Իմիջիայլոց, եթե ամբողջ ընթացքով չվերականգնվեց նավթի մատակարարումը, երկրների մոտ կուտակած բազան, պահեստավորումը գազի եւ բենզինի վերջանա մոտավորապես 10 օրից։ Այսինքն 10 օրվա մեջ, եթե չվերականգնվեց նախկին տեմպը, մատակարարումների գազի եւ նավթի, համաշխարհային ճգնաժամը 10 օր։ Երևի սրան ականջին բարձր գոռացել են դրա մասին, այսօր հայտարարում է, որ չէ, ինչ 4 շաբաթ, ինչ 100 օր, մենք ավելի շուտ ենք վերջացնել այս ամեն ինչը։ Երեք հայտարարում է, որ արդեն վերջացրել է։ Երեք հայտարարում է, որ արդեն հաղթել է եւ պետք չի Իրան Բրիտանիայի օգնությունը։ Այսօր ասում է, չէ, 4 շաբաթ չէ, ավելի շուտ մենք կվերջացնենք։ Դա։ Եվ զգուշացում է եւ սպառնում է նոր ընտրված գերագույն բանին, ոգևոր առաջնորդի, որ Իրանն է սպանելու։ Ամեն դեպս էլի համ շուտ է վերջացնում, համ Իրանն է սպանելու։ Դե տասիկներն էլ միամիտ չեն։ Իսկ այն հարցին այսօրվա, թե իմանալով հանդերձ, որ գրող է լինելու Խամենեիի վրա կյանքը վտանգված է, ինչու նա բունկերում չէր այլ սովորական կյանքով էր ապրում։ Գիտեք ինչ պատասխանեց այսօրվա հաղորդման մեջ Իրանի դեսպանը, ես ուղղակի չգիտեմ ոնց արտահայտեմ դրա վերաբերյալ, ասեց, գիտեք, ինքը թաքնվող տեսակ չէր, ինքը հոգևոր առաջնորդ է։
ու ինքը հասկանում է, որ իր կյանքը վտանգի տակ է եւ ինքը չէր պատրաստվում բունկերում ապրել իր կյանքը փրկելու համար, չէ։ Այսօր պարզվել է, որ հենց Իսրայելն է ախր Սաուդյան Արաբիայում ռմբակոծել Ամերիկյան Միացյալ Նահանգների հետախուզության շտաբը։ Ձերքի հետ, էլի, ձերքի հետ։ Իրանք դարել են միշտ պատերազմի ժամանակ առաջին հերթին ոչ միայն կրվել է թշնամու դեմ, այլև իր աջակից երկրների հետախուզությունների դեմ, որոնք ասենք իրենց համար պետք է որ իրանք մշտական գերակայություն ունենան այդ հետախուզությունների նկատմամբ։ Բա որպես հետությունն որ մենք չենք, ես իրանք էին։ Նաև Իստեղ Թրամփին հարցնում են իր օտանավան նստելու ժամանակ։ But listen. Did the United States bomb a girls' elementary school in southern Iran on the first day of the war and kill 175 people? In my opinion, based on what I've seen, that was done by Iran. Ասում է Իրանն է ռմբակոծել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է ռմբակոծել երեխեքի դպրոցը, բայց չէ, հիմնվելով նրա վրա, թե ես ինչ եմ տեսել, մտածում դա Իրանն է արել։ Պատկերացնում եք, ասենք ոչ թե, որ ես նման հրաման չեմ տվել, որ մեր զորքերը այդպես հրաման չունեին։ Հա։ Դες չի ասում։ Չէ, հիմնվելով նրա վրա ես ինչ եմ տեսել, դու ինչ ես տեսել։ Այ Նիկոլ։ Իսկ հետևին կապիկը իր պատերազմի նախարարն է։ Ասկեն էս ապուշը, որ ինքը խաղաղություն է ուզում, խաղաղության բանակի բանը, անունը փոխում դրա պատերազմի բանակ։ Տեսնեք, սա ինչ է ասում։ Is that true, Mr. Hegseth? It was Iran who did that? We're certainly investigating. But the only side that targets civilians is Iran. Ստախոսին լսի։ Ասում է, իսկ դու ինչ կասես, կեր, ճիշտ է, որ ինչ կասես դա մասին, ասում է, դե մենք ասում է հələ բան ենք անում, հետաքննում ենք դեպքը, մենք հələ հետաքննում ենք, չի ասում, ես եմ հրաման տվողը, նույնիսկ իրանք չեն հրաման տվողը, ես նենց հրաման չեմ տվել և մենք չենք արել դա, հստակ չէ, մենք հələ հետաքննում ենք, բայց պետք է ասեմ, որ խաղաղ բնակչության թիրախավորում է մենակ Իրանը, բա Իսրայելը չէ, էլի սպանել իմ ջալոց Գազայում սպանված բնակչության 70%-ը դրանք խաղաղ բնակչությունն է։ Բայց Իրանն է գնդակահար սեփական երեխեքին։ Իրանք էլ ոչ մի չափ փաստ չունեն, որ հանեն ցույց տան գոռան աշխարհով մենք դրան կապ չունենք։ Իսկ այսօր Բիլին Քեյթ, այսպեսի մի հետախուզական բան կա, եվրոպական Ցույց է տալիս, որ փետրվարի 28-ին այսենց տամագավկը ամերիկյան հոպա այս է սիկներ 175 հոգի սպանված սա եվրոպական բանա ես Բիլինգեյթի բանին գիտեմ այս անունը հիշեմ դա ոնց էր մի խոսքով սա նկարներն է Պարզել են, որ դա հենց ապացուցել են հենց ամերիկացիներն են։ Նենց որ այս կապիկների ժամկետը վերջանում է, վերջանում։ Այդ ստի իմաստով եմ ասում վերջանում է այլի։ Իսկ այս հաղորդման մեջ ասում եմ, որ ոնց որ թե Իրանի, չէ, ներողություն, Իսրայելի վիճակը այդքան էլ լավ չի, ինչ առումով հաշվել են, որ այս 8 օրվա մեջ Իսրայելը գործել է 3 միլիարդից ավել գումար ու իր վրա շատ թանկ է նստում այս պատերազմը եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա նստում է 1 միլիարդ ասենք 8 օրվա մեջ 3 միլիարդ արժեցել է այս պատերազմը Նետանյահուի վրա հետո ավելացնեմ որ Նետանյահուի վրա քրեական գործ կա որ վերականգնվելու է անմիջապես այն օրը երբ որ եղավ զինադադար որը նշանակում է զինադադար չի լինելու այնքան ժամանակ քանի դեռ չի պարտվել Իրանը, որն է նշանակում է Իրանը չի պարտվում, զինադադար չի լինում, նշանակում է այդ ամբողջ ընթացքում
Իսրայելը պետք է իր ամբողջ ունեցվածքը ծախսի մեղադրյալ Նետանյահուին իշխանության պահելու համար։ Դրա դիմաց աշխարհը վճարելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ Դրա դիմաց գյուղատնտեսությունը զրկվելու է օդից, ջրից, հետևանքները քաշելու է սնունդի մեջ, մեկ այդ ամբողջը սպառելու ենք։ Ինչ ասես, մի հատ ֆաշիստ, որոշել է, որ ինքն է որոշում աշխարհում ով իրավունք ունի ապրելու, ով չէ։ Դե հազարավոր տարիներ իրենք են այդպես մտածել, որ իրենք են որոշում, իրենք են ընտրված ազգը, իրենք են որոշում, ով իրավունք ունի ապրելու, ով իրավունք չունի ապրելու։ Մասնավորապես իրենք վստահ են, որ ով հրեա չի, իրավունք չունի ապրելու էլի։ Դե մենք իհարկե սա մասին խոսենք, առաջ չեմ ուզում գնալ։ Դրա համար հայտարարում է, որ Իրանի վրա հարվածների զանգվածային ալիքը ավարտված է։ Գիտեք ինչի՞։ Փող չկա։ Փող չկա, զենք չկա, վերջ։ Բայց չի նշանակում, որ եթե իր համար ավարտված է Իրանի համար, ոչ։ Իրանը սկսել է օգտագործել իր Ֆաթահ 4, կարծեմ, գերզայնային հրթիռները, որոնք հնարավոր չի որ սա սկսել է օգտագործել։ Այն բանից հետո, երբ որ իր ամբողջ շահերների ռեսուրսով կարողացավ վերացնել ոչ միայն հակաօդային պաշտպանությունը, այլև հակաօդային պաշտպանության տակ ունեցած թանկարժեք հրթիռների քանակությունը, էժան դրոններով, հիմա անցնում է լուրջ զենքերով ռմբակոծելու։ Այո, Իրանը կարող է զանգվածային ալիքի հայտարարի ավարտված, բայց Իրանը սկսել է օգտագործել իր գերձանային, որը 13-ից 15 անգամ գերազանցում է։ Տարբեր մարդիկ տարբեր թվեր են ասում։ Մեկը 13 մախ է ասում, մյուսը 15 մախ է ասում։ Ես վերցնում ամենացածը 13։ Չկա, չի ասում տամագավ կխփի։ Չի ասում։ Այդ չեմ ասում, որ այդ կենտրոնների աշխատանքը չկա արդեն։ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը մնացել է 50%-ով աշխատող։ Նույնիսկ եթե 100%-ով աշխատեր, այդ գերձայնային հրթիռներն ինքի ունակ չէր բռնելու։ Իսկ հիմա մնացել է 50%։ Ու ասեմ, պատերազմը մտնում է նոր փուլ։ Եվ Իրանը պարզ ասում, մենք հանձնվողը չենք, մենք պատասխանը ստանալու ենք ձեզանից այս հարձակումը սկսելու համար։ Եվ զինադադարել չի լինելու։ Zionist media outlets have just reported that the surveillance from the 7th of October has disappeared. The day of the Al-Aqsa flood, a Zionist news site called Walla has just reported that the footage from the border surveillance of the 7th of October has all disappeared. Հիշում եք 23 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ որ Արցախը դատարկելուց հետո սկսեց այդ հարձակումը այնտեղ, եւ առաջին օրը, երկրորդ օրը ես եկան եզրակացում, որ այդ հարձակումը դե մենք պայմանավորված պատերազմներ տեսած երկիր ենք, չէ՞։ Լրիվ մեկը մեկին կրկնվող բան է։ Ես ասացի, որ այդ երկիրը հնարավոր չի, որ 6 ժամ այդ խուժանը անպատիժ, եթե իրանք մտել են իրոք ավիրելու, կարողանալ անել այն ինչ որ ուզում է անի Իսրայելը։ Իսրայելի միցերը օգնություն հասնել 5 րոպե ավիացիայի եւ ուղղաթիռների համար։ 5 րոպե, ինչ 6 ժամ։ Չեմ ասում, որ այնտեղ զենքի ենքանակությունը կա, մարդկանց ազգ բանա կա։ Մի խոսքով, արդեն անցել է 2.5 տարի, այս քննությունը գնում է, եւ բարձում է։ Չկան, տեսանյութերը չկան, որովհետեւ ամեն մի հատված սահմանի նկարվում է, ոչ թե սահմանի, ներսահմանից այն կողմ, անցուդարձն է նկարվում իսրայելական կողմից։ Այսինքն նույնիսկ ոչ մեկ սահմանի չէր կարող մոտենալ, այն էլ բուլդոզերով, տրակտորներով զինված, հա, որ ասենք այնտեղ չիմանային, դա բացառվում էր։ Ու չկա, բնականաբար չկա։ Ես չէի կասկածում, որ չի լինելու։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ չեն հասկանում ինչու չկա, կամ եթե չկա, ուրեմն մեղավոր չկա։ Այսինքն ինչ որ պետք է ակնկալել։ Տեսեք, Նետանյահուի դատները շուտ կփրկի Իսրայելին։ Չի վերանա Նետանյահուի օրակարգը, բայց կփրկի Իսրայելը, կարող է ինչ որ տեղ շարքցեն ջարդեն այս ամենը Նետանյահուի վրա, էլի մնա սիոնիստական Իսրայել,
իր ազդեցությունով Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա ջրեն գնա, լողոզեն գնա։ Ես չգիտեմ դա լավ է թե վատ, բայց այս տեմպերով որ գնա, իրանք ապացուցում են, որ Նետանյահին չի ուզում հանձնվի, կկորեն բոլոր տեսակի ապացույցները իր հանցագործությունների, երեք հոդվածով ինքը մեղադրական է իր վրա։ 3 տարբեր դատավարություն ա գնում, բոլորը կոռուպցիայի վերաբերյալ։ Պլյուս օկտեմբերի 7-ը դա արդեն պետականության դավաճանության սաբոտաժի կազմակերպված ցեղասպանության սեփական ժողովրդի նկատմամբ, մի խոսքով մոտապես այդ կոնտեքստի մեջ հոդվածներ ա լինելու։ Դե բնականաբար Նետանյահին միջև վերջի ամերիկացին, միջև վերջի իսրայելցին փուղը չտա, ինքը չի գնալ այս աշխարհից։ Այս պատերազմի դադարեցումը հենց այս բոլոր հոդվածների վերականգնումը իր նկատմամբ։ Հենց իր նկատմամբ։ Որը նշանակում է, որ մենք մտնելու ենք ճգնաժամի մեջ, ուզենք թե չուզենք։ Ուզենք թե չուզենք։ Կամ պետք է ամբողջ աշխարհը միավորվի սկսի ռմբակոծել Իսրայելին, որ շուտ ավարտվի։ Ես չեմ բացառում նաև այդպիսի զարգացումներ քիչ հավանական եմ համարում, սա ավելի շատ հումոր կլինի։ Կսպասեն եւ կսկսեն աջակցել Իրանի, որ սա շուտ ավարտվի։ Որտեղ բոլորը հասկանում են։ Աշխարհի նորմալ հունի մեջ մտնելու համար պետք է ավարտվի այս պատերազմը, որպեսզի սա պատերազմը ավարտվի, պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարի օժանդակել Իսրայելին։ Որպեսզի դադարի օժանդակել Իսրայելի, պետք է Թրամփը ենթարկվի իմպիչմենտին, որ պահին իմպիչմենտ եղավ, նոր նախագահ արդեն Ջեդի Վենսը, որ հիմա ոչ մի տեղ չի երևում, ինքը բացարձակապես անցել անդադակ, միանգամից կարող է ժամանակավոր զինադադար կնքի, որը մահացու է արդեն հենց ինքը Նետանյահուի համար։ Տնտեսական բանկրոտ, օգնությունների էլ չի լինելու Ամերիկայի կողմից այդ մասշտաբի առնվազն, թող իրան օգնեն իրենց բլակ ռոքերը, ռոթշիլդները, մնացած միլիարդատեր մարդակերները, իսրայելցի, բայց պետք է ասեմ, դրանք իրենց փողից հենց այնպես չեն հրաժարվել, բացարձակապես, նույնիսկ իրենց երկրի համար, դե իրենց համար փողը իրենց աստվածն է, իրենց աստվածը փողն է, ու այդ փողի դիմաց են իրանք մարդ սպանում, դե խոսքը, շատ չի մնացել, ապրենք տեսնենք ինչ է լինում, մենք սա լսենք, all the aid that to fight for aid to Israel, all the aid that Israel needs. I will continue to fight for it. War criminals don't need aid, they need accountability. And when I'm elected to Illinois 7th Congressional District as your Սա Իլինոյսն է, նա սկսենք ստեղից, այս կանդիդատը ասում է, որ այս տեխնացումը, որ բոլոր օգնությունները պետք է գնա Իսրայել, բոլորը պետք է կրվեն Իսրայելի համար, բոլոր, սա իր լոզունգն է, իսկ այս մյուսը Israel, all the aid that Israel needs. I will continue to fight for it. War criminals don't need aid, they need accountability. And when I'm elected to Illinois 7th Congressional District as your representative, I will make sure that we don't send a single dime. Մի խոսքով, Իլինոյս ասում, ընտրեք ինձ եւ այդ հանցագործ ռեժիմին ես մի սենտ, մի դայմ չեմ ուղարկի, 10 սենտ, դայմը 10 սենտն է։ Ընտրեք ինձ, ես ասում եմ, չէ, նոր ընտրությունները լինելու է հակաիսրայելական, հակասիոնիստական, հակաէյփակ լոզունգների տակ։ Բարձ ասում եմ։ Որովհետև դրանք ռազմական հանցագործներ են, բաց կներեք բարձրացնել մի քիչ տեքստերը։ Committing war crimes, that is committing a genocide, that is furthering apartheid. It's unacceptable, and taxpayer dollars should never fund it. Մի խոսքով։ Ցեղասպանությունը անընդունելի է եւ հարկատուն երբեք դա պետք է չհովանավորի ամերիկացին։ Ասում եմ, ընտրեք ինձ եւ դες չի լինի։ Այո, իհարկե, այս խոստումների մեջ մի քանիսը կլինեն, որ դերուց հետո կարող է դավաճանեն, ամեն ինչ հնարավոր է, քաղաքական կյանքը, հա, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունը չկա, ու իրանք չեն հասկանում, մի անգամ դավաճանելուց հետո ոնց ավարտում իրենց քաղաքական կյանքը։ Ու տեսնելով այս ընթացքը, ես կարծում եմ ինքնասպանները քիչ կլինեն։ Կլինեն ապայման, որ կգայթակղվեն պահի տակ 1 միլիոն վերցնին փախնեն, խորտակոլով իրենց քաղաքական կյանքը, քան ասենք մնան որպես քաղաքական գործիչ երկար։ Կլինի, ամեն ինչ կլինի, բայց տենդենսը փոխվելու է։ Ուստեղ գալու է մենակ կանգնի մեր առաջ։ Ալիևը Նիկոլի հետ։ Գալի է։
Սա Աֆիցերը այսեն Liberty նավի վրայի զինվորներից ամերիկյան, որը խոցվել է 1967 թվականի կարծեմ հունիսի թե հուլիսի 8-ին իսրայելական ավիացիայի կողմից։ Իսրայելական ավիացիա ռմբակոծել է ամերիկյան նավ, սպանելով 34 հոգի, 170 կարծեմ 1 թե 175 հոգի վիրավորվել է, 171 ոնց որ։ Այս այդ վետերաններից մեկն է, որը սկսել է հասազրույցներ տալ այս կոմենկոն պատմել վերիշել, որտեղ հիմա ժամանակն է, չէ, բոլորը խոսում են արդեն վեր են հիշում, թե Իսրայելը ինչ տերորիստական ակտեր է իրականացել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ ինքը պատմում է, որ գնում են իր երեխային տեսնելու միտեղ։ Եվ իրան լրիվ մոտ անկապ տեղ ռեստորանը մոտենում է մի մարդ շփիթով, ասում է, որ իրան ճանաչում է, անուն ազգանում ամեն ինչով, որ ինքը Մոսադի ագենտ է, եւ իրան խորհուրդ է տալի ձենը կծել։ Եվ այլևս չխոսալ։ Այդ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Մոսադի ագենտը ներկայանում է ամերիկացի վետերանի որպես Մոսադի ագենտ ու սպառնում է նրան, ասում է դու ճիշտ կնի, որ դու չխոսաս քո համար։ Հա։ Եվ սա գնում է Candace Owens-ի եթերով, որը նշանակում է մի քանի միլիոն, եթե ոչ մի քանի տասնյակ միլիոն մարդ եւս մեկ անգամ լսում է այս ամեն ինչի մասին։ Ինչ է կարծում, ինչ է լինում մարդկանց մոտ։ Համապատասխան ռեակցիա ուրիշ ինչ պետք է լինի։ Որ այս ամեն ինչին պետք է վերջ տալ։ Իսկ հիմա դուզում եմ լսեք սրանց ամենակատաղած ռաբիներից մեկին, որը ասում է աշխարհում կա 6 միլիոն կռապաշտ, որ Աստծուն բարկացնում ամեն օր, ամեն վարքյան Աստծուն բարկացնում է։ Հա։ Makes God angry every second of their life. So many Babylonian Christians which are idol worshippers between 2 միլիոն քրիստոնյաներ են ասում, կռապաշտներ են։ Չինաստան, Ինդիան, Հնդկաստանը, բուդդիստները, մի խոսքով, հա, ասում եմ մոտավորապես մինիմում 6.5 միլիարդ, դրանք բոլորը, Chinese, Hindus, Buddhists, and Christians, at least 6.5 billion people are idol worshippers. That according to the Torah, do not have the right. Եվ ասում եմ համաձայն Տորայի, դրանք իրավունք չունեն ապրելու։ Հիմա ես մեր դրանք գոյ են, դրանք անասուն են, դրանք իրավունք չունեն ապրելու։ Հիմա դուք ինչ եք ուզում, Ժողովուրդ ջան։ Որ ես ուրախ լինեմ այդ հանգամանքի համար, որ ես իրանց աշկում կենթանի եմ, դուք էլ իմ հետ։ Եվ ես ունես չեմ պատկերացնում մի տեսակ այն մարդկանց, որ ուրախ են այդ հանգամանքի վրա։ Ես գիտեմ, որ այդ հանգամանքով ուրախացողներ կլինեն, որովհետև ես ինքնակամ ստարկացող մարդիկ տեսել եմ։ Նաշդեն են ասում, չէ, ասում է, ես տեսա ստրուկի մեջ ազատ մարդուն, սիրեցի նրան, ես տեսա ազատ մարդու մեջ ստրուկին, գարաշեցի նրանից։ Այո, ես այդ մարդկանց տեսել եմ։ Ազատ մարդու մեջ ստրուկ ենքան եմ տեսել, իրեւ կա։ Բայց ուզում եմ ասեմ, այս հարաբերությունների մեջ Իսրայելին ընտրողներ ինձ հիշեցնում են այդ Նժդեի խոսքերը, էլի, ազատի մեջ ստրուկին։ Ինչ ուզում եք արեք, դուք ոնց ուզում եք կռացեք սրանց դեմը։ Ոնց ուզում եք կռացեք, դուք իրենց համար մնում եք գոյ, հասկանում եք, որ համաձայն իրենց Տորային դուք իրավունք չունեք ապրելու։ Դուք հիմա շարունակեք կռանալ, այս դիրքով, այն դիրքով, ցանկացած դիրքով դա ձեր անձնական խնդիրներն է, բայց դուք մնում եք իրենց համար նույն գոյը, նույն անասունը, ինչպես մեր բոլորս։ Եթե դրանից ձեզ հաճույք է, դա ձեր անձնական խնդիրն է։ Իրանք անկեղծ են, իրանք ուղիղ ձեզ ասում են դուք ով եք։ Ուղիղ բոլորին ասում են աշխարհով։ Ապա համաձայն չեք ասում կռիվ արեք։ Ես ասում եմ դուք իրավունք չունեք ապրելու ու դա անում են, զոհաբերում են տարին 8 միլիոն մարդ են զոհաբերում սրանք։ 8 միլիոն մարդ որպես անասունի զոհաբերում են իրեն։ Չեն թաքցնում։ Ոչ մի բան, այդ մասին հաղորդումներ են անում, հայտարարություններ կա, հարցազրույցներ կա, իսկ ինչ չուտեն։ Ինչ խնդիր կա, այդ ինչ կոմպլեքսներ է։ Հələ ոչ թե չուտել, հələ մնացածին կերակրել այդ նույն մսերով։
Խոսքով։ Բայց եթե մարդկա ուզում է ինքնակամ անի խնդիր չկա, բայց այս ընկերը չի ուզում No one believes y'all lies anymore. No one believes the stories, the bullshit, the terror. We watched. Ասում վերջ բրցել այդ ձեզ ոչ մեկ չի հավատում, ձեզ ստերին այդ կերտոտ պրոպագանդային ասում են չենք հավատում, արա ասում մենք նայում ենք, արա մենք նայում ենք, տեսնում ենք այդ massայական գերեզմաններն ենք տեսնում, սպանված միջազգային խաղապահներն ենք տեսնում, ռմբակոծված դպրոցներն ենք տեսնում, հիվանդանոցներն ենք տեսնում, սպանված շտապ օգնության բրիգադին ենք տեսնում, որ թաղում են ավտոնել հետը Մակի աշխատողներից 150 թե 300 հոգի իրենց սպանել, Մակի աշխատող ու այդպես massայական գերեզմանի մեջ, այնել ոնց են գտել մեկը իր հեռախոսով հասցրել է նկատել ամեն ինչը, վիրավոր է եղել։ Նոր բանի ժամանակ գտել են այդ հեռախոսը, նայել տեսել են։ Ամերիկացիները գիտեն, աշխարհը գիտի, էլ չեն հավատում։ Եվ սա ամենամեծ կորուստն է սրանց համար։ Սա ինչի համար է մեր համար կարևոր ժողովուրդ։ Հայաստանը չկա իրաց բաների մեջ։ Թշնամի ենք մենք։ Թուրքիը չէ իրաց թշնամին, հասկացեք։ Թուրքիը իրաց ծառան է։ Թշնամիը հայը, գիտեք ինչի, հայը հարցեր է տալի։ Հայը ինքը չի կարող խոսանեց ոնց որ Թուրքի հետ հասկանում եք։ Թուրքը ոտերն է լիզում, սես լիզում առանց ամոթի, առանց բարոյականության, առանց արժանապատվության երանգների, որտեղ դա իր կերպարն է։ Առաջարկելու բան չունի, վիճելու բան չունի։ Հայը չի գիտես։ Հայը չի։ Երեք ոսկե չականայի մատե ժամատուցի վերանորոգման համար էլեմենտ կար փոխելու։ Ստեղ էլ ժամագործեն ասում են ոսկե չականներում։ Այդ փոխելու ժամանակ հրյա էր, դե թափակը գլխին բա։ Ես իմ հարցերից ուզում եմ իմանալ արաբը ինչ է, ասեց ազգությունը սի հայ եմ։ Ասում է։ Ասում է գիտեմ, ձեզ էլ չեն սիրում։ Ասի ինչի նկատում ես։ Ասում է ես գիտեմ, ասում է հայերին ու հրյաներին չեն սիրում։ Ասում ինչի։ Դե չգիտեմ էլ։ Դե ասում է, որտեղ մենք իրենցից բոլորից խելոք ենք։ Իսկ քաշում է իր կողմը էլի։ Սա ասում է, անուղեղ է, սես նայել է կողքի հետ ասում է։ Մեզ չեն սիրում, որտեղ մենք բոլորից իրենցից խելոք ենք։ Թե դու ժամս էլեմենտը փոխի, ժամս տուր։ Ես գիտեմ ձեզ ինչի չեն սիրում, թե մեզ ինչի չեն սիրում կամ ինչի պետք է չսիրեն, ես չգիտեմ։ Բայց թե ձեզ ինչի չեն սիրում, ընդ որում աշխարհի բոլոր ազգերը ձեզ չեն սիրում, չեն սիրել երբեք։ Ես դա գիտեմ։ Ոչ թե չեն սիրել, հիմա չեն հավատում։ Նույնիսկ ձեր պրոպագանդան 70 տարվա այսքան արածը ընկավ մի անգամից, փոշիացը, դրանց։ Դուք թուրք չեք, դուք վախկոտ եք, արա, դուք 80%-ը վախկոտ են, արա, հենց վախկոտներն են դավաճաններ։ Ողում են անտիրական քյասիբների արունը ծծելով մեծը ծակ 2018 թվից ես կոմ։ Նշվելը չամազայմել է։ Բրիջան չեմ կարացեմ, գաղտնիքա ես մշետ ու թորեմ, ումը կուզում կընտրեմ, են բուդկի, Արզումանյանի բուդկեն տենում եք, կոպ կավենոցը, ես չգիտեմ դուք որդից եք, բայց ասել են մասնակցելու եք այդ խեղճ աղջկան, ասել է հա մասնակցելու եմ, ասել է և ում եք ուզում ընտրեք, թե Սամվել Կարապետյան, կես ժամ հետո եք է բուդկեն խանդել են։ Բա Փաշինյան Նիկոլ, դու կարաս քանդես եւս մի 10-15 հատ բուդկա, ասեմ, այդ ամեն բուդկա ունի մոտարապես, եթե 1-2-3 հատ աշխատող ունենա, ամեն 2-3 հատ աշխատող ունի հետևում կանգնած ընտանիք, պլյուս այդ բուդկեն ամեն բուդկա ունի մատակարարներ, որոնք ասենք փող են աշխատում այդ բուդկի առևտրից, աշխատողներն են աշխատում, բուդկերների տեր ունի, դա էլ է աշխատում, մատակարարներն են աշխատում, ասենք ամեն մի նման քայլից դու ոչ միայն չես շահում, քո թշնամիների քեզ ատողների քանակն ախտանում։ Իսկապես ցանկացած գործողություն ունի հակ ազդեցություն է։ Անգլիան լավ անջ։ Շարունակի
Շարունակի անելը քանդի, սուպերմարկետներ կարաս քանդես, աշխատատեղեր կարաս քանդես, մարդկանց կարաս ձերբակալես։ Իդեալական է, արա։ Վերջում կնայեմ ես քո տոպոսները։ Դու ոնց եղել ես ոչնչություն։ Դες է մնալ ես։ Այդ մի կաշպիրյուտ էր, որ կարողացան մարդկանց խաբես Սերժի շնորհիվ։ Հասնել 70-80%։ Միջև այդ ոչնչություն էի 5-6%-անոց։ Նույնն ես, բան չի փոխվի, հիմա ավելի վատն ես։ Այն ժամանակ չհետազոտված ոչնչություն էիր, հիմա լրիվ բացահայտված։ Վերջում սա եմ ուզում նայենք։ Դա Հողը նու շանգը նու թուրը նու արչարչը նու գելը նու հեցը նու թուկը ձեզը բարի գենեթան մեզը բարի սադիկ չէ Նախ կաթափում է լարվածության հաղթահարմանն է օգնում, սա զուտ այսպես երկիրը օգնական է առողջությանը, իսկ կաթափում է լարվածության հաղթահարմանն է օգնում, սա զուտ այսպես երկիրը կապած, կոնկրետ, քանի որ երկրում են կոմիտասյան մեր երկերը, հայ ժողովրդի ստեղծած երկերը, կարևոր է պահպանելու և տարածելու տեսանկյունից, այսօր մենք Երևանում օրինակ կոմիտասյան անվան փողոց կա, կոնսերվատորիա կա, ամեն ինչ կա, բայց մարդկանց մեջ մի քիչ ճիչ է երկը, միտքը այն է, որ սկսենք երկել միասին, ուղղակի այս հրաշք ժառանգությունը, որ մենք ունենք, եւ սա օգտակար ու ձեռնտու է բոլորիս, եւ հուսամ այսպիսի հանդիպումներ ավելի հաճախ լինեն հետագայում։ Շատ ուրախացա, օնլայն որ հայտարարել էի, որ հանդիպում ենք նախատեսում, աշխուժություն կար, բայց այսօր եղանակը այսպես ժանրի կանոններին համապատասխան գարունաձուն արեց, բայց եկան մարդիկ, ինչ համար շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ։ Ես շնորհակալություն եմ ասում իմ երիտասարդին, եթե իմ օգնության կարիքը կա ձեր համերգների մասին տեղեկ պահելու մարդկանց, որպեսզի ավելի շատ մարդիկ գան, գրեք, չեմ զլանա սիրով կօգնեմ ձեր լավ գործին։ Հիշեք, մեր փրկությունը ինքնաճանաչման մեջ է։ Այն բանալի բառ կա, չէ, գաղտնիք, այսպես ամեն դուռ բացող բառ կա, չէ։ Մարդու ճակատագրի մեջ, անձնական կյանքի մեջ, անձնական հաջողությունների մեջ, բառ կա, բանալի, ամեն դուր բացում է, դա հնչում այսպես, ինքնաճանաչում, մարդ պետք է ճանաչի նախ, ինքն իրեն, ճանաչի, սկսի սիրել դրա համար, սկսի գնահատել դրա համար, սկսի դողալ իր ունեցածի վրա, սկսի աշխատել, շտկել են բաց թողումները, որպեսզի ինքը ավելի արժեքավոր դառնա, որովհետև դա է ստիպում պատասխանատվության զգացողությունը։ Այդ ժամանակ ինքը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ եւ sense այդ մշակման process-ի մեջ դառնում է ինքը ադամանտ։ Սա է մեր ճանապարհը։ Իսկ հիմա ամփոփելու համար վերջում ուզում եմ ուղղակի ներկայացնել մեր հարցման արդյունքները։ Նայեմ արագ։ Եվ այսպես մենք ունենք 1100 մասնակից արդեն տեսեք։ Շատ արագ եղավ, 1 ժամվա մեջ ունենք արդեն 1100 մասնակից։ Պաշնյան Նիկոլոս, դու մինուս ես այդ տղա։ 10%-ից ներքև դու մինուս ես, էլի բաբա, վարչապետը մինուս լինի։ Դա քո պարագայում հնարավոր է դա։ 9% Փաշինյան չի վախ, 21% Սայրան։ Սամվել Կարապետյանը 20-ից 30, էս է իր նիշը։ Իհարկե հետո իր կմիանան տարբեր ձեն փախցողներով կսարքենք մինչև 30-35։ Բա ինքը կա հաստատ խորհրդանում, խնդիր չի լինելու իր հետ էս մախսով։ 56% Վարդան Ղուկասյան, 14% Վուրգեն Սիմոնյան։ Սա իմ համար
բացատրություն ունեցող ռասկլադա, ոչ թե համաձայն եմ, դեմ եմ, ուզում եմ, չեմ ուզում։ Ես ուղղակի մասնագիտական թերություն ունեմ։ Այդ մաթեմատիկ կողմս ասում է դու մի վիճի ալա թվերի։ Անիմաց զբաղմունքը։ Թվերի հետ հաշվի են նստում, թվերը չեն վիճում, որտեղ թվերը ամենահամառ փաստերն են, ամենահամառ։ Դու կարող ես հուզվել, դու կարող ես անիծել բախտը, բայց թիվը։ Եվ այս թվերի հետ հաշվի չնստել ցանկացած կանդիդատի համար, տեխնացուի համար, սա ինքնակործանման առաջ քայլն է։ Թվի հետ հաշվի չնստել։ Պետք է հաշվի նստել ու սկսել բաներ անել, հարցեր տալ ու պատասխաններ գտնել, ինչու, ինչ անել, ոնց, երբ, այն ժամանակ հնարավոր է, որ թվերը ունենան փոփոխություններ, իսկ թվի հետ կռիվ անել ամենակարճ ճանապարհն է դեպի կործանում տանող։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք, մինչև վաղը, մինչև նոր հանդիպում, հաջողություն։